Բարի օր, հարգելի հետևորդներ։ Սիրով հրավիրում ենք ձեզ մեր առաջի ոդկասթին։ Մի հարթակ, որտեղ խոսելու ենք առողջության մասին, որտեղ միավորվելու են մասնագետները, թե բժշկության, թե հոգեբանական ոլորտում։ Եվ սիրով ուզում եմ ներկայացնել մեր առաջի հյուրին Նունե Կարախանյանին, մի մարդ, որ իր մասնագիտական ուղին սկսել է բժշկության մեջ, այնուհետև շարունակել է այն եւ շատ մեծ հաջողությամբ շարունակում է որպես կլինիկական հոգեբան։ Նունե ջան, ողջունում ենք ձեզ եւ շնորհակալություն ենք հայտնում, որ դուք համաձայնվեցիք մասնակցել մեր առաջի հաղորդմանը, ինչը մեր համար բավականին պարտավորեցնող է։ Բարև Նայրա ջան, ես եմ շատ շնորհակալ հրավերքի համար եւ մեծ պատվի համար, որպեսզի սկսեմ ձեր հաղորդաշարի բացումը։ Առաջի հարցս, ի՞նչն էր այն կարևոր կետը, որից հետո դուք փոխեցիք ձեր ուղղվածությունը մասնագիտական եւ ընտրեցիք հոգեբանությունը։ Հետաքրքիր հարց է, բայց այդ հարցը եսից սկսել եմ տալ դեռ բժշկական համալսարանի 3-րդ կուրսից։ Այսինքն իմ մտածելով բժշկությունը շատ ավելի լայն ասպարեզ էր եւ հասկացողություն էր, քան թե միայն ֆիզիկական, ֆիզիոլոգիական հիվանդությունները։ Երբ որ ես արդեն 3-րդ կուրսում էի, ես մտածում էի, որ միայն բժշկությունը մարդու նման բարդ էակին բուժելու համար բավարար չէ։ Ինձ միշտ թվացել է, որ պակաս բան կա։ Եվ ասենք դա սովետական միության փլուզումից հետո էր եւ այլն, այսինքն նոր ինչ-որ նոր բաներ էին գալիս, նոր քամիներ էին գալիս եւ այլն, նոր թեորիաներ էին գալիս մեր կյանք եւ այլն, եւ ես հասկացա, որ մարդուն չի կարելի երբևիցե ֆիզիկապես բուժել, եթե նրա հոգին հիվանդ է։ Այսինքն մենք պետք է հաշվի առնենք մեր բուժման մեջ նաև հոգեկան ասպարեզը այդ տվյալ բուժարուի։ Սովորեցի հոգեբանություն, սկսեցի արդեն հետաքրքրվել հոգեբանությամբ, սկսեցի արդեն խորանալ հոգեբանության մեջ, երբ որ արդեն հոգեբանությանը տիրապետում էի, հասկացա, որ մեկ ուրիշ ասպարեզ էլ կա, այսինքն մենք էներգետիկական ինչ-որ տարածքել ունենք մեր շուրջը, որին էլ պետք է ուշադրություն դարձնել, եթե հիմնվենք չինական բժշկության գիտելիքների վրա, եւ ուսումնասիրելով այդ 3 սֆերաները, հա, ես կարող եմ ասել, որ այսօր ես տիրապետում եմ, հա, ինչ-որ մի փորձի, որը թույլ է տալիս մարդուն տարբեր կողմերից առաջարկել բուժում, հա, իր ամբողջականության մեջ։ Շատ ճիշտ ակնարկ արեցիք, որ այն տարիներին, հա, Խորհրդային Միության փլուզումից հետո իրականում հոգեբանությունը նոր էր, այսպես ասած, ամրապնդվում որպես գիտություն եւ առանձնացել էր որպես առանձին գիտություն փիլիսոփայությունից, իսկ ընդհանուր առմամբ, քանի տարի աշխատեցիք որպես պրակտիկ բժիշկ։ Որպես պրակտիկ բժիշկ աշխատել եմ 9 տարի։ Որպես մանկաբույժ։ Որպես մանկաբույժ։ Այո։ Աշխատում եք առաջնային օղակում։ Հա, պոլիկլինիկայում էի աշխատում Մոսկվայում եւ զուգահեռ հոգեբանական կոնսուլտացիայի կաբինետ էլ ունեի։ Արդեն անում էի, հա։ Նաև նշեմ, որ Նունեն մեր մոտ հյուր է եկել Բելգիայից եւ ես գիտեմ, որ դուք երկար տարիներ նաև Բելգիայում հայ բժիշկների ասոցիացիայի նախագահն էիք եւ փաստորեն կարողանում էիք այնտեղ եք իրականացնում ձեր պրակտիկ աշխատանքը, նաև միաձուլել ադմինիստրատիվ աշխատանքը, հավաքելով հայ բժիշկներին, տարբեր շատ հետաքրքիր ծրագրեր եք իրականացնում եւ այնտեղ փաստորեն այնտեղ եք կայացել որպես հոգեբան։ Ճիշտ եմ հասկացել։ Այո, ես որպես հոգեբան կայացել եմ Բելգիայում։ Իսկ որքանով է տարբեր աշխատանքը հոգեբանի, հոգեթերապևտիկ պրակտիկ Եվրոպայում եւ Հայաստանում, ո՞նց եք զգում, տարբերություն կա։ Կարող եմ ասել, որ Եվրոպայում հոգեբանի պրակտիկ հոգեթերապևտի աշխատանքը արդեն կազմավորված բաներ ունի, ռամկաների մեջ է, էլի, այսինքն, իսկ Հայաստանում ինձ թվում է դա վերջի տարիներս է ձևակերպվել։ Այսինքն Բելգիայում ցանկացած բելգիացի, եթե ինքը թեթև կյանքի խնդիրների է հանդիպում, ինքը անպայման գնում է հոգեբանի հետ, ասենք, այդ հարցը լուծելու, քննարկելու, իր դժվարություններից ճանապարհը արագ գտնելու, դուրս գալու ճանապարհը արագ գտնելու, ինձ թվում է, որ 2020 թվականի կռվից առաջ դա դեռ Հայաստանում ընդունված չէր։ Ես հիմա նկատում եմ, որ դա դեպի
այսինքն 20 թվականից հետո մարդիկ ավելի շատ ավելի հեշտությամբ են դիմում հոգեբանի, միգուցե ոչ բոլորը, բայց տեսնում եմ, որ դա ընթացք է ստանում, հա տենդենսը դրական է, այդ ուղղությամբ, այո։ Իսկ եթե վերադառնանք երեխաների առողջությանը, հաշվի առնելով ձեր այդ մանկաբուժության մեծ փորձը եւ լիովին համաձայն եմ ձեր հետ, որ լինել մանկաբույժ, բայց չունենալ հոգեբանական հմտություններ եւ գրագիտություն, իրականում շատ դժվար կլինի աշխատել բուժառուի հետ, որտեվ երևի թե բժշկության մեջ ամենաբարդ ճյուղերից մեկն է, քանի որ մեր բուժառուն ոչ միայն այս տարբերակում երեխան է, այլ նաեւ ամբողջ ընտանիքն է։ Իհարկե։ Եվ գիտեմ, որ դուք շատ պահում եք կապը Հայաստանի հետ եւ ինչպես նշեցիք, այն եզակի մասնագետներից եք, որ կարող եմ վստահաբար ասեմ, որ 20 թվականի պատերազմի օրերին եւ մինչեւ այսօր շարունակում եք աջակցել մի մեծ հոգեբանների թիմին, ում հետ ոչ միայն աշխատում եք, նաեւ ձեր պրակտիկ փորձն եք կիսում, ինչը որ շատ կարեւոր է։ Այս տեսանկյունից ինչ խորհուրդ կտաք այն մասնագետներին, որոնք աշխատում են երեխաների հետ, թե հոգեկան առողջության ոլորտում, թե մանկաբույժներին։ Ինչն է պակասում այսօրվա մեր հայ իրականության մեջ, որ մենք կարողանանք ավելի ապահովենք մեր ապագա սերնդի հոգեկան առողջությունը։ Միգուցե դաստիարակության մեջ, միգուցե որոշակի ավանդույթների, որոնք այսօր այնքան էլ ժամանակակից չէ եւ խանգարում են։ Եթե այդպիսի նկատառումներ ունեք, կիսվեք մեր հետ։ Մի անգամից հարցին չպատասխանեմ, ասեմ, որ ես համագործակցում եմ ինտրահոգեբանական կենտրոնի հետ 2019 թվականից եւ շատ ինչ է շոյված եմ ինձ զգում, որ դուք ինձ այսպես ամեն տարի ընդունում եք, ասենք տրեյնինգներով եւ դուք եք գալիս մեզ մոտ, հյուրընկալում եք մեզ Բելգիայում ձեր աշխատանքային փորձը կիսելու համար, որովհետև ես գտնում եմ, որ մեր Հայաստանի մասնագետները շատ բան իմաց են եւ շատ մեծ փորձ ունեն։ Միգուցե որոշ տեխնիկաներ հարկավոր իրենց գործիքային չիմադանչիկը լրացնելու համար, բայց ընդհանուր առմամբ մեր մասնագետները, ես համեմատում եմ Եվրոպայի մասնագետների հետ, մեր մասնագետները արտակարգ են։ Ես շնորհավորում եմ մեր բոլոր մասնագետներին, թե բժիշկ, թե հոգեբան Հայաստանում։ Ուրեմն մի բառ կուզենայի, մի նախադասություն կուզենայի ասեի, որ ամեն սիմպտոմի հետևում կանգնած է մի ընտանիք, եթե երեխայի մասին է խոսքը, եւ ամեն ընտանիքի հետևում մի ամբողջ աշխարհ։ Եթե դու բժիշկ ես կամ հոգեբան ես, դու չես կարող անտեսել այդ ամբողջ սիստեման, որը այդ սիմպտոմի հետևում կանգնած է։ Եթե դու անտեսես, դու ուղղակի բուժում ես այդ սիմպտոմը, բայց դու բանը մենք բոլորս սովորել ենք, որ պետք է պատճառը գտնենք եւ պատճառը բուժենք, ոչ թե սիմպտոմը։ Ինձ թվում է, վալա, եթե պատասխանեցի ձեր հարցին։ Իսկ ինչ սխալներ են գործում այսօրվա ժամանակակից ծնողները ըստ ձեզ։ Դա ընդհանուր է իհարկե, կոնկրետ ազգային առանձնահատկություններ չեն, բայց լինելով հայի մենտալիտետի եւ կուլտուրայի կրող, կարող եմ ասել, որ մեզ մոտ մի քիչ, ասենք, երեխայի դաստիարակության հետ սկզբում մի քիչ պակասում է, այսինքն որ մեր մոտ գերազանց սերը, գերազանց էմոցիաներ են եւ ինձ թվում է ծնողների սեփական վախերից մենք մի քիչ երեխաներին խնամք ենք բանանում, հա, եւ չենք թողում երեխայի անձը զարգանա, այսինքն մենք երեխային չենք որպես անձի վերաբերվում։ Ես ուղղակի իմ անձնական փորձից կարող եմ ասել, ուրեմն երբ որ ես իմ երեխային ասում եմ գնա ինձ մի բաժակ ջուր բեր, ես հենց այսպես էլ ասում եմ, չէ՞։ Մենք որոշ էլ այդպես ենք, չէ՞, ասում գնա ինձ մի բաժակ ջուր բեր։ Բայց բելգիացի մաման ասելու է. «Բալիկս, խնդրում եմ, եթե քեզ համար դժվար չէ, կարող ես գնալ ինձ համար մեկ բաժակ ջուր բերես»։ Ու երբ որ երեխան այդ ջուրը բերում է, ինքը ասում է շնորհակալություն սիրելիս, բայց մենք դա չենք անում։ Մենք ընդունում ենք դա ավելի շատ որպես պարտավորվածություն, ես քեզ դու ինձ։ Այո, պարտավորվածություն չի, քո երեխան է, բա պետք է անի, բա ոնց։ Բա ոնց։ Այսինքն ինչ որ մի բան է ստացվում էլի, հասկանում եք, բա ինչի համար ենք բերել, մեծացրել, դաստիարակել եւ այլն, հասկանում եք։ Հետո մենք դաստիարակում ենք հարմար երեխաների, որը սխալ է։ Այսինքն այդ երեխայի անձը չենք թողում զարգանա։ Եվ դա հետո ուրիշ խնդիրներ ա բերում, այսինքն այդ երեխայի անձնական կյանքում, իր հարաբերությունների մեջ եւ այլն։ Աղջիկների եւ տղաների դաստիարակության շատ մեծ բան կա, տարբերություն կա,
գենդերային Հա, տեսանկյունից։ որը որ էլի շատ մեծ խնդիրներ է, տղաներին մեծամասնությամբ դաստիարակչական ռամկաներ չենք դնում։ Տղաներին ամեն ինչ կարելի է, բայց այդ տղաների մոտ ինֆանտիլիզմ է զարգացնում։ Այդ ռամկաներ չունենալը, որովհետև ինքը միջև վերջ չի հասկանում, ինքը ինչը կարա, ինչը չի կարա։ Մենք մեր երեխաներին սխալվելու իրավունք չենք տալիս։ Եվ երեխան երբ սխալվում է, իր մոտ ունես ցածր ինքնագնահատական է ձևակերպում, որ կատաստրոֆա է։ Ընտրության իրավունք չենք տալիս։ Այսինքն երեխան պետք է ընտրի այն մասնագիտությունը, որը որ ծնողները որոշել են, որ ինքը պետք է ընտրի, ոչ թե այն ինքը ինչը սիրում է։ Այդ դեպքում մի հատ անձնական հարց։ Ձեր մասնագիտության ընտրության մեջ ձեր ծնողները ինչ որ դեր խաղացել են։ Շատ մեծ դեր են խաղացել եւ ինձ թվում է իմ տարիքի բոլոր մարդկանց մասնագիտության ընտրության մեջ իրենց ծնողները շատ մեծ դեր են խաղացել։ Ընկերուհուս հետ զրուցելուց ասացի ես ընտրություն ունեի, ինձ ընտրություն էին տվել գնալ կամ բժշկական կամ էկոնոմիչսկի։ Ընկերուհուս ասում է, հա բախտդ բերելա, որովհետեւ կարային քեզ ընտրություն տան բժշկական կամ բժշկական ասում։ Ուզում եմ ասեմ, այդ ընտրությունը ունեցել եմ, ընտրել եմ բժշկություն, բայց իմ համար բժշկությունը շատ ավելի լայն ասպարեզ էր, քան միայն ֆիզիկական առողջությունը, այո։ Այսօր մենք շատ ենք խոսում նաև սահմանների մասին, եւ քանի որ դարը փոխվել է 21-րդ դարում կան հասանելի կոնտենտներ, օրինակ բոլորի համար, մեր բուժառուները եւ այցելուները շատ անգամ բավականին գիտակցված եւ ինֆորմացված են լինում։ Եվ եթե խոսում ենք օրինակ երեխաների մասին, իրանք շատ հաճախ կարդում են անձնական սահմանների մասին, զգացմունքները արտահայտելու մասին, նաև կարդում են նրա մասին, որ պետք է իրենց իրավունքները պաշտպանեն, լինեն առողջ տեսանկյունից ամբիցիոզ, այս ամենը չափից շատ այդ ինֆորմացիան, որ անդադ մենք խոսում ենք, ինչ որ բացասական բնույթ կարա կրի երեխայի համար։ Գիտեք ինչ, ես 25 տարուց ավել փորձ ունեմ աշխատանքի եւ հոգեբանության մեջ եւ կուզենայի նշել, որ դուք կարող եք շատ կարդացած լինել, դուք կարող եք շատ լավ անալիզ անել բոլոր ինֆորմացիան, որ դուք ստանում եք, ասենք կայքերից, սայտերից եւ այլն, հիմա արդեն արհեստական այդ բանականությունից, բայց գոյություն ունեն ընտանեկան եւ տոհմային պրոգրամաներ։ Դուք ինչքան էլ կարդաք, ինչքան էլ վերլուծեք, դուք մնում եք ձեր ընտանեկան եւ տոհմային պրոգրամաների մեջ եւ դրանցից դուրս գալու համար դուք միայն կարող եք աշխատել մասնագետի հետ։ Ցավոք այլ կերպ հնարավոր չէ, որովհետև եթե ձեր օրինակ ծնողը կարող է երեխային ասի, որ դու պիտի պաշտպանես քո անձնական տարածքը եւ այլն, այսինքն իր դպրոցական երեխային, բայց եթե ծնողը ինքը իր անձնական տարածքը պաշտպանել չգիտի ընտանիքում, երեխան միայն դա է սովորելու, ոչ թե իր ասած բառերը։ Եղավ, շատ շնորհակալություն։ Անցնենք անձնական հարցերի։ Ձեր գիտելիքը հոգեբանության մեջ 25 տարվա փորձը, կարաք ասեք, կա մի հոգեբանական հմտություն, որ ձեզ օգնում է դժվար իրավիճակներում։ Այսինքն իմ անձնական դժվար վիճակներում, այո, իհարկե։ Ուրեմն ես ասեմ, որ ես հոգեբանության մեջ մնացել եմ բժիշկ։ Այսինքն ես պրակտիկ եմ, 100-200%-անոց պրակտիկ։ Ուրեմն եւ շատ էմպիրիկ եմ, այսինքն ինձ հետաքրքրում են այն մեթոդները, որոնք կարող են արագ մարդկանց հանել դժվար իրավիճակից եւ այդ մեթոդները ինչքան շատ լինեն, այնքան իմ ասենք այդ չիմադանչիկս, այսպես ասած, ավելի շատ գործիքներ կունենա։ Վերջի կարող եմ ասել 10 տարվա ընթացքում ես ուսումնասիրել եմ, ես կարճ թերապիաների մասնագետ եմ եւ ուսումնասիրել եմ 5-ից 6 կարճ թերապիաներ, որոնք ինձ համար համահունչ են եղել, որովհետեւ կարճ թերապիաներ շատ կան, բայց այն, որը որ ես գտել եմ, որ ինձ էներգետիկական տեսակետից ինձ մոտ է։ Երևի ամենակարևոր հմտությունն է, չլինել ամենտեղ, այլ լինել այնտեղ, որտեղ դու որպես մասնագետ մաքսիմալ օգտակար ես եւ կոմպետենտ։ Այո, որովհետեւ գիտեք ինչ, որպեսզի պրոֆեսիոնալ այրվածության մեջ չընկնեք, դուք պետք է ուշադիր լինեք, որ հասկանաք որն է ձերը, որը չէ։ Որ լիմիտը, ձեր լիմիտը որն է, այսինքն ու մնաք ասենք ձեր լիմիտի մեջ, որովհետև եթե առաջ եք գնում եւ ուզում եք ամբողջը ընկալել, մի մոմենտ դա կարող է ձեզ բերի փլուզման ուղակի ներքին պրոֆեսիոնալ։ Մեկ էլ եթե ձեզ կորցնում եք, պիտի ասեք, բայց իմ աշխատանքային ռամկաները ինչումն է։ Եթե ես հոգեբան եմ, իմ աշխատանքային ռամկանն է, որ ես իմ պացիենտին մաքսիմալ օգտակար լինեմ։
Նամանավանդ մեր երևի հաշվի առնելով մեր ազգային յուրահատկությունը, որ մեր այցելուները շատ արագ փոփոխություն են ուզում մասնագետից։ Երկարատև թերապիաները, երկարատև բուժումները անգամ բժշկության մեջ, օրինակ երևի կանխարգելիչ բժշկությունը այնքան է զարգացած չի հենց այն պարզ պատճառով, որ մեր պացիենտները ավելի շատ հակված են հաբը խմելու, որոշակի գործառույթ կատարելու, որ այդ պահին սիմպտոմը վերանա, բայց չփոփոխեն օրինակի համար վարքագիծը կամ կյանքի ոճը, որը բերում է այս կամ այն հիվանդությանը կամ այս կամ այն սիմպտոմի ի հայտ գալուն։ Եվ երևի թե ձեր այդ ճիշտ եմ հասկանում այդ կարճ մեթոդները շատ հաճախ օգնում են պացիենտին կամ այցելուին հենց այստեղ եւ հիմա որոշակի հարցում լուծում տալ կամ գոնե տեսնել ճանապարհը։ Ես իմ խառնվածքով չմոռանանք, թեկուզ կլինիկական հոգեբան եմ, շարունակում եմ լինել բժիշկ, եւ ինձ համար էլ է պետք, որպեսզի կարողանամ շատ արագ հարցի լուծում գտնեմ պացիենտի համար։ Դրա համար կարճ թերապիաների միքսը, որ ինձ մոտ ստացվել է, կոչվում է ռազմավարական հիպնոզ ուղղված արդյունքի վրա։ Արդյունքի, այո։ Ու ասեմ, որ մեր ազգը երկար բուժվել չի սիրում։ Դրա համար երկրորդ կամ երրորդ սեանսից փոփոխությունը պետք է նկատեն իրենց մոտ, որպեսզի թերապիան հասցնեն ավարտի։ Հաջորդ հարցս, կարող եք ասել, ինչ կա եվրոպական առողջապահական համակարգում, որ դուք կուզեիք, որ լիներ մեր մոտ, որը նաև սենց ընդհանուր ռազմավարություն է, թե հոգեկան, թե ֆիզիկական առողջության վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ պրիվանտիվ բժշկության կողմնակից եմ, հա, ես գերադասում եմ կանխել, քանց թե բուժել, հա, բայց իհարկե միշտ չի այդպես ստացվում, նամանավանդ հոգեբանության մեջ։ Բայց ես Եվրոպայում հավանում եմ, որ դպրոցներից, մանկապարտեզներից սկսված հոգեբաններ կան, որոնք շատ արագ տեսնում են երեխայի մոտ, ասենք, ինչ որ բաներ, շեղումներ կամ փոքրիկ բաց թողումներ կամ փոքրիկ դանդաղ պսիխոմոտրիս, ասենք, զարգացում եւ այլն, եւ շատ արագ բան են անում դրա համար արձագանքում են։ Ես իմ աշխատանքի մեջ հաճախ ուղղորդում եմ իմ այցելուներին, որպեսզի իրենք երեխային տանեն, ասենք, լոգոպեդի մոտ, պսիխոմատորիկայի մասնագետի մոտ, որովհետեւ դա շատ է օգնում, որպեսզի երեխայի զարգացման թեթև, ասենք, բաները շատ արագ շտկվի, նկատվի եւ շտկվի, բայց դա լինում այն ժամանակ, երբ որ դպրոցում կամ մանկապարտեզում հոգեբան կա, որը որ տեստինգ է անում երեխաներին, ուսումնասիրում է եւ կարող է շատ արագ ղորթել կամ արձագանքել ինչ-ինչ փոքրիկ զարգացման ուշացումների, որը կարող ենք շատ արագ շտկել։ Անչափ շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար ու ինձ թվում է բազմաթիվ մասնագետների եւ ոչ միայն մասնագետների համար շատ կարեւոր հմտություններ տվեցիք եւ վերջին հարցս եմ ուզում ուղղեմ որպես անավարտ նախադասություն խնդրում եմ ավարտեք նախադասությունը որն է ձեր համար հոգեկան առողջության գրավականը։ Ինձ համար հոգեկան առողջության գրավականը դա լինել խաղաղության մեջ ինքս ինձ հետ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար եւ շատ հետաքրքիր զրույցի համար։ Հույսով ենք մենք դեռ կհանդիպենք եւ մեր հետևորդները դեռ բազմիցս առիթ կունենան ձեր հետ խոսելու շատ հետաքրքիր թեմաների շուրջ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ։